Պարոն նախագահ, շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Ես ճիշտ համարեցի, որ ավարտին ժամկետի ազգային ժողովի նախագահն գա եւ ձեզնից նաեւ շնորհակալություն հայտնի աշխատանքի համար, համագործակցության համար, ձեր թե ընկերական, թե գործնական խորհուրդների աջակցության համար շատ բարձր եմ գնահատում այն ընկերությունը, ավակ ընկերոջ կարգավիճակը, որ դուք ունեք իմ սրտում, իմ հոգում, իմ մտքում եւ չի կարող չգալ ձեզ շնորհակալություն չհայտնել համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ գալու նախաձեռնության համար, բարձ ասեմ նախաձեռնությունը ձերն է, բայց ես ուզում եմ առանձնահատուկ նշել ձեր դերը 21-26 թվականների դժվարագույն ժամանակաշրջանում ազգային ժողովը գլխավորելու համար, ղեկավարելու համար։ Ես ինքս եղել եմ ազգային ժողովի падգամավոր 95-99 թվականներին, շատ լավ գիտեմ, ինչ է նշանակում խորհրդարանական կամ պարլամենտական մթնոլորտ քննարկումներ, բայց ի տարբերություն այն տարիների 21-26 թվականը յուրահատուկ տարի է եղել իր բոլոր խնդիրներով, այն խնդիրներով, որի մեջ մենք ապրել ենք, մենք միասին ենք անցել այս շրջանը 22 թվականի ըստ էության մարտից որպես հանրապետության նախագահ, բայց մինչև այդ որպես նախարար, ես շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որ ցուցաբերել եք եւ այն ժամանակ եւ դրանից հետո որպես հանրապետության նախագահ, այն ինչ որ կատարեց այս նստաշրջանի ազգային ժողովը, դա հավատացեք պատմական է նաև իր ընդունած որոշումներով, մեկը վերաբերում է Եվրոմիության անդամակցության սկզբին, մեկը վերաբերում է սահմանազատման աշխատանքների հետ կապված որոշմանը, որովհետև երկուսն էլ կարևոր են մեր հետագա ապագայի համար։ Դուք 90 թվականից մինչև հիմա միակ ազգային ժողովի նախագահն եք, որ ամբողջ ժամանակաշրջան, այսինքն գլխավորել եք ազգային ժողովը, սա է ձեռքբերումը մեր ժողովրդավարության, իրականում հասունացման